Ha, asta mishtë të lënë ma. Հունիսի 30-ն է, Արարատի մարզ, ժողովրդին հայտնի Զովաշեն գյուղ տանող ճանապարհից դեպի Կոտայքի մարզ տանող ճանապարհին, դեպի նաև Ազատի ջրամբար, Գառնի Գեղարդ, այդ տանող ճանապարհին, այդ խաչմերուկում բախվել են Մերսեդես եւ Օպել Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների 9 հոգի, որոնցից 2-ը անչափ հասներ են, տեղափոխվել են մի մասը Էրեբունի, իսկ երեխաները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Մասիսի շտաբ օգնության բժիշկներն են եղել, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը վթարի մասին բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից իմ տեղեկություններով արդեն հիվանդանոց են մեկնել քննիչները, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Այս խաչմերուկում հաճախակի է տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու միշտ վիրավորների թիվը անցնում է 7, 9, երբեմն 10-ի։ Ինձ թվում է սա պետք է մտահոգի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությանը, հանձինս նախարար Դավիթ Խուդայցյանին, որպեսզի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը մի լուծում գտնի այս խաչմերուկում ինչ է հնարավոր անել, որպեսզի նվազեն, գոնե վթարները նվազեն։ Ամեն անգամ ասում, այդտեղ երբ վթար է տեղի ունենում, վիրավորների թիվը 1 չի, 2 չի, 3 չի, 5 չի։ Ճանապարհը իդեալական սարքած, որակյալ ասֆալտապատ ճանապարհ, երևի որոշ վարորդների գայթակղում է լավ ճանապարհը, տանջում են գազի սեղմակը,
ու տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում նաև եղել են դեպքեր, որ ողբերգական ավարտ է ունեցել։ Այստեղ արդեն տեսնում եք նույն հատվածում դարձյալ այստեղ նույնիսկ եղել է, որ 3-4 ավտոմեքենա շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, մի քանի անգամ էլ վթարներ են տեղի ունեցել, վիրավորները փրկվել են փրկարարների ու պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ, քանի վիրավորներ նախորդ վթարներից հենց պարեկները իրենք են իրենց ծառայական ավտոմեքենային պահվող եղատուփից անհրաժեշտ պարագաներն օգտագործել եւ իրենց ավտոմեքենաներով էլ ծառայական ավտոմեքենաներով էլ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Հիմա խնդրում ենք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդացյանին, որպեսզի պարտավորեցնի ճանապարհային դեպարտամենտին հիմնադրամին գան, ուսումնասիրեն եւ տեսնեն ինչ է հնարավոր անել, ճիշտ է, առաջին հերթին պիտի որոշ վայ վարորդներ իրենց ուղեղին զոր տան, որ նման վթարներ տեղի չունենան, բայց ցանկալի է, որպեսզի դեպարտամենտը հետևություններ անի։ Նամանավանդ ամառը այստեղ շարժը բավականին շատ է, քանի որ մարդիկ Դուբարաշենով գալիս, գնում են դեպի Գառնիկ, Եղարդ, Ազատի ջրամբար, այնպես որ հարգելի նախարար, խնդրամ, շատ հրատապ, որ ասում խելքի տվեք, խոսեք, զրուցեք մասնագետների հետ, փառք Աստծո, իդեալական որակ ապահովող մասնագետներ կան, ճանապարհային ոստիկանության նախկին պետ Նորիկ Սարգսյանը, հիմա համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալն է Կոստանտին Կոստանյանը, իրենց հետ քննարկեք եւ այս հարցը լուծեք, մեկընդմիշտ փակեք, ինչքան պիտի այստեղ վթարներ տեղի ունենան, որ կամ փրկարարը, կամ պարեկը, կամ բժիշկը իրենց ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխեն հիվանդանոց։ Այս հատվածն է, տեսեք, ձախ գնում է դեպի արդեն Կոտայքի մարզ, Ազատի ջրամբար, այն վերևից Դուբարաշենից է գալիս, այնպես որ այստեղ եթե հետագայում նորից վթար տեղի ունեցավ, երկրորդ մեղավորը ոչ թե վարորդներն են, այլ չինովնիկները, ովքեր ամեն նմանատիպ վթարներից հետո խոստանում են, որ ուսումնասիրեն, մի բան կանեն, բայց գնամերի արի սիրեմ։ Ստե պետք է մի հարց լուծվի էլի, մի արտաքին լուսավորություն, այ ճիշտ է, գոնե արտաքին լուսավորություն լինի։ Մանավանդ ամառվա սեզոնն է, չէ՞ արդեն։
Այս խաչի հզորությունը փրկի ձեզ բոլորիդ։